Մատթեոս 8 Բորոտի բժշկումը։ Երբ Հիսուս իջավ լեռից, նրա հետևից շատ ժողովուրդ գնաց։ Եվ ահա մի բորոտ մոտենալով նրան երկրպագում էր ու ասում. «Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվիր»։ Եվ իսկույն բորոտությունը նրանից մաքրվեց։ Եվ Հիսուս նրան ասաց. «Զգույշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա, դու քեզ ցույց տուր քահանային և մատուցիր Մովսեսի հրամայած ընծան, նրանց իբրև վկայություն»։ Հարյուրապետի ծառայի բժշկումը։ Կափառնայում մտնելիս նրան մոտեցավ մի հարյուրապետ, աղաչում էր նրան և ասում. «Տեր, ծառաս տանը անդամալույծ ընկած է և չարաչար տանջվում է»։ Հիսուս նրան ասաց. «Ես կգամ և կբժշկեմ նրան»։ Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տեր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես, այլ խոսքով ասա, և իմ ծառան կբժշկվի, քանի որ ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա և գնում է, և մի ուրիշին թե եկ և գալիս է, և իմ ծառային թե արա այս և անում է»։ Երբ Հիսուս այս լսեց, զարմացավ և իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի մեջ իսկ այսպիսի հավատք չգտա երբեք։ Բայց ասում եմ ձեզ, որ արևելքից և արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայության մեջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, իսկ արքայության որդիները պիտի ելնեն արտաքին խավարը, այնտեղ պիտի լինի լաց և ատամների կրճտում»։ Եվ Հիսուս հարյուրապետին ասաց. «Գնա և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա ծառան առողջացավ։ Բժշկումներ Կափառնայումում։ Հիսուս Պետրոսի տունը գալով տեսավ, որ նրա զոքանչը տաքության մեջ պառկած էր։ Բռնեց նրա ձեռքից և ջերմությունը նրան թողեց, ոտքի կանգնեց և ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, նրա մոտ բազում դիվահարներ բերեցին, և նա խոսքով դևերին հանեց ու բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի բերանով ասված խոսքը. «Նա մեր հիվանդությունները իր վրա վերցրեց և մեր ցավերը կրեց»։ Հիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով, հրամայեց մյուս կողմ գնալ, և մի օրենսգետ, մոտենալով, ասաց նրան. «Վարդապետ, ես էլ քո հետևից կգամ, ուր էլ որ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները բույն, բայց մարդու որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ Եվ իր աշակերտներից մեկն ասաց. «Տեր, ինձ թույլ տուր, որ գնամ նախ իմ հորը թաղեմ»։ Հիսուս նրան ասաց. «Դու իմ հետևից արի և թույլ տուր, որ մեռյալները թաղեն իրենց մեռելներին»։ Փոթորկի խաղաղեցում։ Երբ նա նավակ մտավ, նրա հետևից գնացին իր աշակերտները։ Եվ ահա ծովի վրա մեծ փոթորիկ առաջացավ, այնքան, որ նավակը ծածկվեց ալիքներից, իսկ ինքը ննջում էր։ Եվ աշակերտները մոտենալով վեր կացրին նրան ու ասացին.
Տեր, փրկիր մեզ, որովհետև կորչում ենք։ Նրանց ասաց. ինչու եք վախկոտ, թերահավատներ։ Այն ժամանակ վեր կենալով սաստեց հողմերին և ծովին, ու մեծ խաղաղություն եղավ։ Եվ մարդիկ զարմացան ու ասում էին. ինչպիսի մեկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդվում են սրան։ Գերգեսացի դիվահարի բժշկումը։ Եվ երբ այն կողմ գերգեսացիների երկիրն անցավ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիվահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որևէ մեկը չէր կարող անցնել։ Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. ինչ կա մեր և քո միջև, Հիսուս, որդի Աստծու, մեզ տարաժամ տանջելու եկար։ Եվ նրանցից քիչ հեռու աղոտական խոզերի մի երամակ կար։ Եվ դեղվերը աղաչում էին նրան և ասում. թե մեզ այստեղից հանես, մեզ թույլ տուր գնալ խոզերի երամակը։ Եվ նա նրանց ասաց. գնացեք։ Դևերը դուրս ելնելով գնացին խոզերի երամակ, և ամբողջ երամակը դարավանդից դիմեց դեպի ծով, ու ջրերի մեջ սատկեցին։ Իսկ խոզարածները փախան և քաղաք գնալով պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարների դեպքը։ Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ, և նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնա։